Սերնես այսօրվա խոսքի քարոզչությունը չգիտեմ դու ինչպես կհամարես շարունակություն անցյալ կիրակի օրվա, բայց ինչպես անցյալ կիրակի ասեցինք Քրիստոսը իր հարությունից հետո երբ սրանից երկու շաբաթ առաջ կանայք գնացին որպեսզի նրա մարմինը խնկարկելու եւ գերեզմանը դատար կտան, երբ Պետրոսը վազ տվեց եւ իրապես համոզվեց, երբ Կիրակի հարության կիրակին երեկոյան նստած այդ մասին էր անցյալ կիրակի օրվա քարոզչությունը մեկտեղ նստած Թովմասի բացակայությամբ այցելություն արեց եւ նրանց խաղաղություն հրավիրեց եւ նրանց քաջալերեց հաստատեց եւ երկրորդ անգամ 8 օր հետո այդպես ենք ընթերցում 8 օր հետո նորեն նույն այդ վերնատան այդ տանը երբ աշակերտները մեկտեղ են եկած առաքյալները այնտեղ էր նաեւ Թովմասը եւ Թովմասի բացականչությունը ով իմ Տերս եւ իմ Աստվածս բայց ինչպես գիտենք Աստծո խոսքից Քրիստոսը մինչեւ երկինք համբարձվելը երկրի վրա 40 օր մնաց նրա մնալը պատճառ կար նպատակ կար նա հիմքն էր հաստատում էր ընկածներին վեր էր կանգնեցնում ինչպես Թովմասին այսօր մեկ ուրիշ առաքյալ ունենք որի մասին քննարկենք Սիրելիներ, երբ մենք այստեղ ենք գալիս Թովմասը կամ այսօրվա մեր նյութը Պետրոսը քննարկելու, նրանք 2000 տարի իրենց ծառայություն արեցին եւ այսօր երկնքում վայելում են Քրիստոս Աստծո ներկայությունը հավիտյանս հավիտենից։ Մեր վերլուծությունները այնպես չէ, թե ինչ ենք անում Թովմասը կամ Պետրոսը կամ Հովանեսը կամ Դավիթը, Մովսեսը, ինչ որ այսօրվա կամ հաջորդ անգամների քարոզի նյութն է։ Այդ անձանց մենք կյանքը չենք որ վերլուծում ենք այդ անձանց կյանքի վերլուծությունը ուզում ենք ինչ անել համատչունել անել մեր կյանքի հետ այսօր դու ինչով ես ասում ես ինչով եմ ասում մեր հոգու աշխարհի մեջ ինչ աղոտ կա ինչ տալ եւ առնելի կա ինչպիսի վերլուծություններ կա ինչ ենք մտածում վաղվա մասին ինչ ենք մտածում հավիտենականության մասին ինչ ենք մտածում եկեղեցու մասին Ինչպես մի քիչ առաջ Ալբեկ եղբայրը ասաց, մեր քույր եղբայրների մասին, հովիվի մասին, քարոզի մասին, աղոթների մասին, աստվածապաշտության մասին։ Եվ այս ու ամեն մեկ քարոզը միանշանակ մեկ հստակ նպատակի համար է, որպես այսօրվա նյութը խոսքը խոսի նաև իմ ու քո սրտի հետ, իմ ու քո հոգու համար ինչ լինի, խոսք լինի մեր այս հոգևոր կյանքի մեջ, մեր քայլող այս ճանապարհի մեջ լույս լինի։ Մատթեոս ավետարանի 26-րդ գլխի 32-րդ համարում դեռ չէր խաչվել ասում է աշակերտներին հետևյալ ասեց բայց հարություն առնելուց արդեն խոսել էր նրանց հետ արդեն խոսում էր որտեղ դա վերջի գլուխներ է Մատթեոս ավետարանի եւ ասում է բայց հարություն առնելուց հետո ձեզանից առաջ պիտի ուր գնամ Գալիլեա գնամ Ամբողջ խաչելության իրադարձությունը որտեղ տեղի ունեցավ Երուսաղեմում Գալիլեան Հրեաստանի ամբողջ հյուսիսային երկրամասն էր հասկանալի է եւ աշակերտներն ասեց ինչու որտեղ աշակերտների մեծամասնությունը որտեղից էին Գալիլեայից էին Գալիլեայի երկրամասից էին եւ Հովանու ավետարան 21-րդ գլուխը, որ վերջի գլուխն է, որ այս քարոզը պատրաստելու համար անգամներ ու անգամներ անընդհատ ընթերցում է։ Հիշում եք անցյալ անգամ ասի Հովանես ավետարանիչը համատած 4 ավետարանիչների ամենայն մանրամասնությունն է գրել Հիսուսի հարությունից հետո այդ առիթները, որը ինչ արեցին, հանդիպեցին նրա հետ։ Եվ Հովանու ավետարան 21-րդ գլխի առաջի համարում հետևյալն են կարդում Դրանից հետո Հիսուսը Տիբերիա լճի ափին դարձյալ հայտնվեց իր աշակերտներին եւ հայտնվեց այսպես Հովանեսն է գրում Տիբերիա լեռ Տիբերիա լիճ եթե անգլերեն թարգմանությունը կարդաք ինչ է գրած by the sea of Galilee Գալիլեայի լիճն էր նույնն էր Տիբերիա անունը հունարեն անունն էր Այսինքն այդ նույն լիճը որտեղից նա հանդիպեց ումը Հովանեսի եւ Հակոբոսի հետ այնտեղ հանդիպեց Պետրոսի եւ Անդրեասի հետ եւ մյուս աշակերտներ նրա աշակերտների մեծամասնությունը այդ տարածքից էին եւ այնտեղ էին ապրում եւ նրանք ինչ գործունեություն ունեին ձկնորսներ էին ձկնորսներ
Արդեն հանդիպում եղել էր, երկու հանդիպում ունեցել էր իր առաքյալների հետ, ինչպես ասեցի, Հարության կիրակին եւ 8 օր հետո, երբ Թովմասն էր ներկա։ Եվ հետաքրքիր ձևով ասում է, եւ դրանից հետո, մենք չգիտենք քանի օր հետո, որովհետեւ վստահ մի քանի օր կար։ Այն ժամանակ ոչ Պետրոսը, ոչ Հովանեսը, ոչ մի աշակերտները, ոչ ձի ունեին, ոչ էլ էշ ունեին։ Սովորաբար տեղից տեղի ինչպես են գնում, քայլելով, ոտքով։ Եվ Երուսաղեմից մինչև Գալիա գնալ գոնե 2-3 օր պետք էր։ Եվ Հովանեսը չի շեշտում, թե քանի օր հետո եղավ, բայց վստահ գիտենք այդ 40 օրվա ընթացքում եղավ։ Նա դեռ չէր համբարձվել։ Նա դեռ հայտնվում էր իր աշակերտներին։ Եվ ասում է Տիբերիայի լճի մոտ այսպիսին եղավ հանդիպումը։ Նա ինչու էր Գալիլեայում, որտեղ աշակերտների մի քիչ առաջ Մատթեոսի ավետարանի 26-32-ը ես ձեզանից առաջ այնտեղ կլեմ, որ ինչ անեմ, ձեզ հետ հանդիպեմ։ Հիսուսը հստակորեն գիտեր, որ մեկ շաբաթ, երկու շաբաթից հետո աշակերտները էլ Երուսաղեմում անելիք չունեին, բնականաբար ուր պետք է գնային։ Իրենց տունը, Գալիլեա։ Եվ ասեց ես ձեզանից առաջ այնտեղ կլինեմ։ Ինչի համար, որտեղ դեռ գործ ուներ իրենց հետ անելու, դեռ խոսք ուներ իրենց հետ խոսելու։ Եվ այդպես էլ եղավ։ Եվ շարունակությունը հետևյալն են կարդում, եթե գնաք տուն եւ քեզի կքաջալերեմ այս օրվա խոսքը լսող եւ դրողը քեզ կքաջալերեմ Հովանո ավետարանի 21-րդ գլուխը վերջի գլուխն է մի անգամ եւս ընթերցես որտեղ բավականին գեղեցիկ որը այսօրվա ամբողջ մեր քարոզչության նյութը չէ բավականին հետաքրքիր մանրամասնություններ է նկարագրում Հովանես այդ օրվա մասին այդ հանդիպման մասին ասում այնտեղ էր Պետրոսը Հովանեսը ու Հակոբոսը Զեբեդիայի որդիներն էին այնտեղ էր Թովմասը, Նաթանայելը եւ երկու աշակերտներ, 7-ն էին։ Եվ Պետրոսը ասեց. ես գնում եմ ձկնորսության։ Ձկնորսեր, չէ՞։ Անցել էին օրեր, նրանք տեսել էին Քրիստոսի իրենց Տիրոջ հարությունը, բայց մի տեսակ Պետրոսի վերադարձը դեպի իր հին գործնեությունը ինչի մասին էր խոսում։ Խոսում էր Պետրոսի անորոշության մասին։ Պետրոսը եւ աշակերտները եւ շարունակություն էսպես ասում Հովանեսը եւ մյուս բոլոր այս մյուս 6 աշակերտները Հովանեսը, Հակոբոսը, Թովմասը, Անդրեաս բոլորը ասենց ասին մենք էլ ենք ուզում քեզ հետ գանք։ Okay, արեք։ Եվ գնացին որպես ձկնորս, մտան իրենց նավը, ձուկ որսալու։ Գիտեք Պետրոսը անverջ կասկած չունեմ, անverջ մտածում էր ինչի մասին։ Մտածում էր, թե ինչպես 3 անգամ նա ուրացավ իր Տերը ու իր Փրկիչ Հիսուսին։ Այն Տիրոջը, որ բարձրացան իր ընկերների ներկայությամբ ասեց. «Մինչև իմա կգնամ քեզ հետ»։ Եվ այսպիսի մի հետաքրքիր վերլուծություն։ Պետրոսը 2000 տարի առաջ ինչ իր գործունեություն արեց եւ այսօր երկինքն է բայրում։ Այսօր խոսքը իմ քո մասին է, հոգեվորներից մասին։ Եվ մեզ ու դու որպես հավատացյալ պետք է հիշենք, մեր անցյալի անկումները թող չորոշի մեր ապագա անելիքը։ The failure does not define the believer's destiny. Մեր անցյալի սխալները թող չորոշի մեր ապագա գործնեությունը, աստվածապաշտությունը, հավատքը, մնալը։ Երբ մեր կյանքում ինչ կա, շնորհք։ Երբ Աստված հայտնվեց մեր կյանքի մեջ, երբ ես ու դու Քրիստոս Հիսուսին ոչ թե որպես հայ եմ ու քրիստոնյա եմ, այլ սկսեցի Աստծո խոսքը ընթերցել եւ Քրիստոսը բացվեց որպես միակ ճանապարհը ու ճշմարտությունը։ Կենթանի Աստվածը, որ կարող ես դու իր այդ հաղորդակցություն ունենաս։ Եվ Քրիստոսին ճանաչելով քեզ ինձ համար բացվեց ինչը, նրա շնորհքը, որ շնորհ էր արել մեզ։ Պետրոսը 3 անգամ ուրացավ, անիծեց, հայոյեց, մերժեց, չընդունեց
իր պատկանելությունը, իր մասը, իր ընկերակցությունը, իր հաղորդակցությունը Հիսուս Քրիստոսի հետ, որ կողքի սենյակում նրան դատապարտում էին, ծեծում ու ծաղրում էին։ Բայց դա չեղավ ամբողջը Պետրոսի կյանքի։ Հարությունից հետո Քրիստոս հարություն առածը երկու անգամ հանդիպես Պետրոսին։ Բայց ինչպես եթե հետևում եք, հատուկ մաս ու խոսակցություն չեղավ իր և Պետրոսի մեջ։ Գիտեք, մենք մասնակցում ենք եկեղեցի, և երբ տուն ես գնում, դու մտածում ես, այսօր Քրիստոսը հատուկ ինձ հետ չխոսեց։ Քրիստոսի անելիքը իր աստվածային անելիքի վրա երբեք կասկած չունենաս։ Ու երբ որ գգա օրը, Տերը պիտի խոսի իմ ու քո հետ իր խոսքը, որ պատրաստել են ձեզ համար։ Երկու անգամ հանդիպման մեջ նա գործ ուներ բոլոր աշակերտների հետ, իսկ երկրորդ հանդիպման մեջ հատուկ գործ ուներ Թովմասի հետ, եւ հետո երրորդ հանդիպումն էր։ Այս երրորդ հանդիպման մեջ նա հատուկ գործ ուներ ում հետ, Պետրոսի հետ։ Չորրորդ հանդիպման մեջ քեզ հետ, հինգերորդ հանդիպման մեջ ինձ հետ։ Միայն խնդիրը սրանում է, որ ես ու դու չբացակայենք այդ հանդիպումներից։ Ու երբ որ նա խոսք ունի ինձ ու քեզ հետ խոսելու, մենք այնտեղ լինենք, նրա խոսքը առնելու իրենից։ Հարությունից հետո Քրիստոսը երկու անգամ հանդիպելով Երուսաղեմում թողեց և ինչպես խոստում էր տվել, գնաց Գալիլեա։ Եվ այդ օրն էր, երբ Հովհաննեսը նկարագրում է, եւ նրանք ծովում, ինչպես Պետրոսը գնաց եւ մյուս իր 6 գործընկերները գնացել էին ձուկ որսալու։ Հետաքրքիր մի բան է ասում այնտեղ։ Որ ամբողջ գիշերը սրանք պրոֆեսիոնալ ձկնորսներ էին, սրանք հաբի համար, հաճույքի համար չեն գնացել ձուկ որսալու։ Ամբողջ կյանքում Հովհաննեսը, Հակոբոսը, իր եղբայրը, Պետրոսը, Թոմաս, սրանք բոլորը ձկնորսներ էին։ Իրենց հայտնի էր Գալիլեայի լիճը, թե որտեղ, որ սիզոնում, որ հատվածում պետք է ձուկ որսան, կարող են ձուկ որսալու։ Եվ Հովհաննես ասում է, ամբողջ գիշերը ձուկ որսացին ու մեկ հատիկ ձուկ չկարծեցին որսել։ Գիտեք, սրտի ցավով դու հանդիպում ես քո կյանքում եւ նույնիսկ չի բացառված, որ դու ես նման իրավիճակում հայտնվում։ Եվ մեր կյանքի պակասությունները, մեր կյանքի մեղքերը, մեր կյանքի խեղճությունները, մեր կյանքի պարտությունները, գիտեք ինչի է գալիս։ Գալիս այն սուտ համոզումը մեր մեջ բերելու թշնամու կողմից, որ մենք Աստծո հետ էլ գործունեություն չունենք։ Many people give up themselves when they fall short and make mistakes. Մարդիկ կան, որոնք թողեցին հավատքը, երանությունը, հավիտենականությունը, մտածելով, որ սա իրենց համար չի։ Իրենք պակասում են ու պակասում են ու պակասում են ու մտածեցին ավելի լավ կլինի, որ թողնենք ու գնանք։ Բայց Դավիթ ասեց, ես պատրաստ եմ քո այդ դռան, քո տան դռան պահակը լինեմ, միայն թե քո տանդ մեջ մնամ։ Թագավոր մարդ էր խոսում այդ մասին։ Գիտես, Քրիստոսին թողնելով դու ոչինչ չունես աշխարհում գտնելու, ոչինչ։ Թող ես իմ Տիրոջս տանը մեջ ամենատկարը լինեմ, բայց Տիրոջս տանը մեջ լինեմ։ Չթողնես թշնամին խաբի քեզ ու քեզ հեռացնի այդ փրկությունից եւ այդ տնից։ Քրիստոսը ամբողջ կտակարանները եւ թղթեր ընթերցի, ամբողջ Աստվածաշունչ ընթերցի, երբեք չհանդիմանեց մեր տկարությունների համար։ Նայի քո կյանքդ, ես նայեմ իմ կյանքս, վերլուծենք, մի պահ վերհիշենք անցյալը, մեր ընկածը, սայթակելը, պակասելը, տկարանալը, ամիսներով ու շաբաթներով եկեղեցի չհաճախելը։ Տեր ինչ արեց, մեզի ցուցակից ջնջեց ու դուրս անեց, ալի զարմանքս ինձ ու քեզ
մնաց։ Զարմանալի ձևով մոտեցում, զարմանալի ձևով վերհիշում, ես քոնն եմ, քո փրկիչը, քո Տերն եմ, սիրում եմ քեզ, չեմ դատապարտում, ոտքի էլի, սպասում եմ քեզ, կանչում եմ քեզ, արի, որ քեզ նորոգեմ, սարքեմ, հաստատեմ։ Եվ Հովանու ավետարանի 21-րդ գլխի 5-րդ համարում այսպես են կարդում. Այժմ Հիսուս ասեց նրանց, Հիսուսը գիտեր, որ ամբողջ գիշեր իրենց ամբողջ քրտնաջան աշխատանքը անարտուք էր, իհարկե գիտեր, Քրիստոս Աստված ամեն ինչ գիտի, ամեն մեկիս կյանքում, ու հարցում հարցրեց, տղաներ, արդյոք ուտելու բան ունեք? Նրանք էլ պատասխանեցին, ոչ, իրապես ոչ էր, ոչ մի հատ ձուկ, այդ 7 պրոֆեսիոնալ ձկնորսները, ամբողջ գիշերա, այդպես ասում, առավոտը լուսադեմին իրենք հանդիպեցին, մթնշաղ էր, որ մեկը ծով եզրին կանգնած, նրանց այդ խոսակցության բռնվեց, տղաներ, մի բան ունեք ուտելու, և մի քիչ հետո պարզում է, որ արդեն ուտելիքը կրակի վրա էր, հացը և ձուկը, հարց ուներ հարցնելու, Տերը գալիս է մեր կյանքում, հարց ունի հարցնելու, մի փախուստուր, մի շրջանցիր, են ինչ որ քո կյանքում, են ինչ պակասը, խեղճը, տխուրը, անորոշը, բեր նրա ոտքերի տակ, ինչպես աշակերտները չամանչեցին, չէ, մի քիչ համբերի, հեսա կլինի մի բան, չէ, չունենք, ոչինչ չունենք, երբ ոչինչ չունես, Աստված մի ամբողջ տիեզերք ունի քեզ տալու, բայց երբ որ դու ունես, բնականաբար Աստված չի կարող քեզ ոչինչ տա, որովհետև դու ունես։ Եվ Իզուր ասեց Երանի ինչ պակասներին, խեղճերին, սքավորներին, աղքատներին, որովհետև նրանք ինչ են անում, նրանք իրենց հոգու մեջ փնտրում են Տերը։ Եվ այսօր եթե ես ու դու անցնում ենք կերկեպ պակասություններով, թող էդի ինձ ու քեզ համար պատճառ լինի ավելի կարճելու Տիրոջից։ Իսկ նա ասաց նրանց, Հիսուսը նրանց պատասխանեց, ուրկանը նավի աջ կողմը գցեք և կգտնեք։ Նրանք գցեցին և ձկների առատությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ Այս մեկ համարի մեջ այնքան շատ հարց ու պատասխան կա, նախ առաջի հերթին։ Ամբողջ գիշեր նրանք ձուկ էին որսացել, նրանք այդ Գալիլեա լիճի մի ծայրից մյուս ծայրին են գնացել և ոչ միայն աջ ու ցախ էին գցել ուրկանները, բայց Քրիստոսի ասած աջը դա մեկ ուրիշ աջ էր, դա իմ ու քո որոշածը չէր, դա նրա ընտրածն էր, նրա ընտրածը օրհնություն է, շնորհք է ու ողորմություն է, ու երբ որ այդ պրոֆեսիոնալ ձկնորսները, որ ամբողջ գիշեր ոչ թե բողոքեցին, ոչ թե տրտնջացին, ասին, Տեր, դու ինչ ես ասում, դա իրենց համար դեռ չէր բացահայտվել Քրիստոսի աստվածությունը, բայց զարմանալի ձևով այդ անձը, որ իրենց խորհուրդ տվեց, որ աջ կողմը գցեք ու կգտնեք ու իրենք հնազանդվեցին ու գցեցին ու ասում ուրկանը պայթում էր ձկների շատությունից։ Մեկ մենք լսում ենք Աստծո ձայնը, բայց այդուհանդերձ մերժում ենք, գիտեք ինչ է, ասում եմ Աստված, ես դա արդեն արել եմ, մոռանալով որ Աստծո ասածը ու ընտրածը ու իմ արածը դրանք լրիվ տարբերվում են իրարից։ Գնացել եմ, դուրը ծեծել եմ, աղոթել եմ, կանչել եմ, դիմել եմ, չի եղել։ Երբ Աստված է ասում, ինչպես 2000 տարի առաջ այդ 7 աշակերտները հնազանդվեցին, եկեք հնազանդվենք նրա ձայնին, որովհետև նրա որոշման մեջ օրհնություն կա։ Նրա ընտրությունը երկնային ընտրություն է, իմ ու քոնը մարդկային է։ Եվ հետաքրքիր մի խոսք ենք արդում։ Մենք գիտենք Աստվածաշնչի մեջ ոչ մի բառ հենց այնպես չի գրված։ Եվ ասում է Հովանես առաքյալը 21-11 համարում ասում է ձկների թիվը 153 հատ էր։
տարբեր մեկնաբանություններ կա այս 153 թվի հետ կապված։ Աստվածաշունչը Հովհաննեսը միայն դրա մասին է գրում։ Տարբեր մեկնաբանություններ կա, որից մեկնաբանություններից մեկը պետք է այսօր ցեզ հետ ինչ անեմ բաժին հանեմ, եթե հետաքրքրված ես, հետո մեկ ուրիշ առիթով կխոսենք։ 153 was the number of species of the fish 153-ը բոլոր լճերի, ծովերի եւ օվկիանոսի մեջ բոլոր տեսակի ձկների թիվն է։ Այդ 7 ձկնորսներ էին ու նրանց գործունեությունը ինչ էր ձուկ որսալ։ Եվ երբ որ 153 ձկներ տվեց, նախ ասեմ Գալիլեայի լճում կամ ծովում ընդամենը 4 տեսակ ձկներ են աճում։ Բայց 63 թիվը եղբայրներ այսպես են մեկնաբանում, որտեղ մի առիթով ասեց, այլևս դուք ձկնորս չեք լինելու, այլ ինչ եք լինելու, մարդու որսորդ եք լինելու։ 153-ը, որը ամբողջացնում էր բոլոր ծովային աշխարհի ձկների տեսակները, հիշեցնում էր, գնացեք եւ ամբողջ աշխարհում բոլոր տեսակի, բոլոր ազգի, բոլոր պատկանելության մարդկանց Աստծո խոսքը քարոզեք, որտեղ բոլորի մեջ ես բաժին ունեմ, մաս ունեմ առնելու եւ դրա ծառայությունը ձեզ վրա է։ Եվ առաքյալները գնացին եւ ինչպես կարդում ենք, ողջ աշխարհը ավետարանը քարոզելու։ Սա մեկնաբանություններից մեկն է։ Ուսում եմ մեկ ուրիշ վերլուծություն անենք, ասում է ամբողջ գիշերը նրանք տառապեցին, տանջվեցին, 7 փորձառու ձկնորսներ էին ու մեկ հատիկ ձուկ չորսացին։ Գիտեք, դա ինձ է խոսում ինձ այս համարը, դա ինձ ասում է ժամանակ առ ժամանակ իմ ու քո քրտնաջան տառապալից աշխատանքը, բացակայությունները տնից, եկեղեցուց գնամ, աշխատեմ, կիրակի, շաբաթ, ընտանիքիցս կտրեմ եւ այս բոլորը հանուն ինչի, որպեսզի մի քիչ ավելի օրհնված ապրեմ եւ օրհնությունը երկնային Տերը մեզի խոստում է տվել։ Գիտեք, տառապանքով ու ծանր աշխատանքով չէ հոգևորի աշխարհի մասին չեմ խոսում, հոգևորի կյանքի բարվոք ապրելակերպը, այլ մեր բարվոք կյանքի միակ պատճառը, միջոցը, առիթը Քրիստոս Հիսուսին հավատալը ու մեր աշխատանքը Տիրոջ վստահելն է։ Նրանք ամբողջ գիշեր տառապել էին եւ մեկ հարվածով 153 մեծ հսկա ձուկեր էին որսել։ Եվ սա է ճշմարտությունը։ Եվ մնում է ընտրություն ինձ ու քեզ։ Ես ու դու կարող ենք կարդալ, ես դու կարող ենք վերլուծել, բայց ես ու դու այդքանով հանդերձ մերժել եւ մտածել քրտնաջան աշխատանքով 8 ժամվա փոխարեն 18 ժամ կաշխատեմ, որպեսի հարևանիս ու բարեկամիցս պակաս չգտնվեմ։ Օ իմ հարազատս, դա ուղակի դու քո սեփական ձեռքերով ինչ ես անում, չարչարում ես քո կյանքդ։ Տիրոջը վստահիր, քո կյանքդ ապրիր եւ օրհնվածը Տիրոջից դա գիտի, թե ինչի մասին է խոսքը։ Եվ Քրիստոսը գիտեր, որ նրանք ամբողջ գիշեր եւ աճ էին գցել եւ ցախ էին գցել եւ ամեն ինչ որ կարող էր փորձառու պրոֆեսիոնալ ձկնորսը անելու, նրանք փորձել են, որպեսզի իզուր չանցներ, չվատնվեր իրենց ամբողջ քրտնաջան աշխատանք, բայց ոչինչ չէին որսացել։ Switching sides to be fruitful means that you might have to mix things up. Երբ որ Աստված Հիսուսը նրանց ասեց աջ կողմը գցեք, դա գիտես ինչ էր։ Մեր մեջ կյանքում կա իրավիճակներ, որ դու ինչ որ նյութի համար աղոթում ես, ոչ մի պատասխան չկա։ Ու համարյա դու արդեն այն կետին ես, այն իրավիճակին ես, որից մեզ հրաժարվես, հուսահատվես, մի քիչ առաջ նույնիկ ասեցինք,
Մարդիկ են լինում, որ նույնիսկ թողնում են հավատք, աստվածապաշտությունը, եկեղեցին, հաղորդակցությունը Տիրոջ հետ, Աստծո ժողովրդի հետ եւ հեռանում են։ Մենք մնում ենք, բայց մի տեսակ հուսահատությունը այդպես մեր հոգու վրա ծանրություն անում։ Գիտեք, աջ կողմը նաև ինչ է ասում։ Մի հատ վերանայիր քո կյանքդ, քո աղոթքդ, քո աղոթքիդ բառերը։ Նայ թե ինչ որ միտեղ, մի բան, ինչ որ մի բան ճիշտ չի։ Երբ որ մեր կյանքում դռները չի բացվում, ոչ թե չի բացում, որովհետև Աստված չի ուզում, որովհետև Աստված ուզում է, որ մինչև դռները բացելը, ինչ որ մի բան սարքի մեր մեջ։ Ընդունում եք։ Գիտեք, որ դռները բացվեր, մենք այդպես էլ անսարք կմնայինք, ներող կլինենք։ Գործիքի առարկայի մասին են ասում։ Բայց երբ որ Աստված մեզ ուզում է տեսք տա, նա ամեն առիթ օգտագործում է։ Եվ երբ որ ասում է, թող այդ քո ցախ կողմդ, քող այդ համառությունդ եւ աջ կողմդ նայիր, Աստված ասում է, մի հատ վերանայիր քո հոգեվոր կյանքդ, քո աղոթներդ, քո աստվածապաշտությունը, քո հարաբերությունդ քո քույրը եղբայրների հետ, քո հաճախել է եկեղեցու, քո մասնակցությունը, քո հավատարմությունը, քո բերած ծառայությունը, մի հատ դերանայիր։ Եվ եթե մի բան կա քո եւ քո Աստծո մեջ, ճշտիր Աստծո ներկայության մեջ։ Ես երբեք ինձ չեմ իրավունք վերապայի քեզ ինչ որ մի բան ասելու, բայց Աստված լի իրավունք ունի եւ ինձ եւ քեզ եւ ամբողջ հոգեվոր աշխարհին խոսելու, որտեղ նրա միակ նպատակը ոչ թե մեզ հանդիմանելը, ինչպես Պետրոսին պետք է բարձրացնել, ինձ ու քեզ եւս բարձրացնելն է։ Եվ այս ամբողջ ձուկը որսալու 153-ի ամբողջ բարոյական մասը գիտեք ինչումն է, որ լսիր Տիրոջ ձայնը եւ հնազանդվիր այդ ձայնին, եւ դու կճաշակես ու կվայելես ու կօրհնվես ու կառաջնորդվես այդ ձայնով, այդ ներկայությունով, այդ հոգով։ Վերջ։ 7 պրոֆեսիոնալ ձկնորսներ ափին կանգնած մարդուն ասեց, կանչեց, աջ կողմը գցեց, հնազանդվեցին, լսեցին։ Եվ մի քիչ հետո պարզվեց, որ դա ոչ այլոք է, ոչ իրենց Տերը ու իրենց հարություն առած փառավոր Հիսուս Քրիստոսը։ Ու երբ որ մոտենում էին, Հովհաննես շատ զարմանալի մի բան է ասում։ Ասում է, հենց որ ձուկը որսացին, Հովհաննեսը Պետրոսի ականջին ասեց. Տերն է։ Միայն Տերը կարող այդպիսի հրաշքներ իրականացնի մեր մեջ։ Եվ Պետրոսը ասում է, վերարկուն իր վրա առավ։ Եվ մինչ մյուսները նավը քշում էին դեպի ափ, ինքը իրեն ծովը նետեց, որպեսզի 1 րոպե, 1 վայրկյան շուտ իր Տիրոջ մոտ հասնի։ Ու երբ որ հանդիպումն եղավ ու մետեղ նստեցին, Հիսուսը Սիմոնին հարցում հասցրեց. Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ ավելի քան դրանք։ Պետրոսը նրան ասեց. Այո Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ։ Նրան ասաց. արածեցրու իմ գառներին։ Եվ երբ որ տուն գնաք, եւ եթե ինչպես պայմանավորվեցին 21-րդ գլուխը Հովանու ավետարանի ընթերցեք, կտեսնեք, որ 16-րդ համարը նույն հարցադրումն է լինում։ Հիսուսը կրկին անգամ հարցնում է. Սիմոն, Հովնանի որդի, Սիմոնը ոչ այլ ոք էր, եթե ոչ Պետրոսը, սիրում ես ինձ։ Եվ Պետրոսի պատասխանը միանշանակ. սիրում եմ, արածեցրու իմ ոչխարներին։ Եվ երրորդ անգամ։ Եվ իհարկե մեծագույն մեկնաբանությունը, թե ինչու Հիսուսը 3 անգամ հարցնում էր Պետրոսին, որովհետև Պետրոսը քանի անգամ ինչ արեց, ուրացավ 3 անգամ։ Ոչ թե Սիմոնին պատժում էր, այլ Սիմոնի մեջ նորոգում էր ինչը, հավատքը։ Նա ծով եզրին չեր սպասում, որ աշակերտների ներկայությամբ Պետրոսին ինչ անել, հանդիմանել։ Նա սպասում էր, որպեսզի Պետրոսի մեջ
այդ ամբողջ կառուցված դառնությունը, մաղձը, վստահ եմ Պետրոս ինքը իրեն չէր սիրում, անորոշության մեջ էր, թողեց Երուսաղեմը, անելիք չուներ, հետ էր դարել, մտածում էր, որ ինքը ոչ մի արժանիք չունի Հիսուսի աշակերտը կոչվելու, ուստի ինչ էր արել, հետ էր դարել իր աշխատանքին, իր ձգնորսությանը, բայց Հիսուսը նրա համար մեծ որոշում ուներ իրականացնելու, ոչ միայն եկել էր նրան ոտքի կանգնեցնելու, ոչ միայն եկել էր նրան սիրով պարուրելու, այլ եկել էր նրան նույնիսկ պաշտոն, ծառայություն, առաջնորդություն տարել, ասեց, ես իմ ոչխարներին քեզ եմ հանձնում, և ինչպես գիտենք Պետրոսը մնաց ու դարձավ ողջ քրիստոնյա աշխարհի առաջի հովվապետը, ավագ հովիվը, և մնաց ու ծառայեց մինչև հիմա։ Սիրելիներս, Քրիստոս Աստվածը, երբ որ գալիս է մեր կյանքի մեջ, զարմանալի ձևով Պետրոսին հարցում էր հարցնում, սիրում ես ինձ, և ով էր հարցնում Հիսուսը, որ սրտեր քննող էր։ Երբ օրինակ բերեմ, մի քիչ դժվար բան եմ ուզում մեկնաբանեմ, բայց աղոթել եմ ամբողջ երեկոյան, որ այս խոսքը ինձ ու քեզ համար հասկանալի լինի, որտեվ սա էր, որ երեք հոգին ինձ համար բացում էր։ Հիսուս սրտեր քննող Աստված է, և ամեն բան գիտի։ Եվ երբ որ Հիսուսը հարցնում էր Պետրոսին, սիրում ես ինձ։ Մենք երբ որ բառացի ենք տեսնում, հասկանում ենք սովորաբար, երբ որ ես ասում եմ իմ կնոջս Ռուբինային սիրում եմ, ինքը հասկանում է, որ այդ սիրո մեջ ինչ կա, հարգանք կա, տրվելիք կա, հոգատարություն կա, հաղորդակցություն կա, միասին քայլել կա, ապրել կա, միասին կառուցել կա, նեղությունների մեջ չբաժանվել, չհրաժարվել, ուրախությունների մեջ իրար հետ լինել։ Բայց Հիսուսի հարցադրումը լրիվ տարբեր էր իմ ու քո և այս մարդկային աշխարհի մեջ։ Ամեն անգամ, երբ որ Հիսուսը Պետրոսին հարցնում էր, սիրում ես ինձ, նա Պետրոսին հարցնում էր, դու հավատում ես, որ ես քեզ սիրում եմ։ Հասկանում ես, փոխադարձ պատասխան էր։ Պետրոս, դու հավատում ես, որ ես չեմ եկել այստեղ քեզ դատապարտելու, եկել եմ քեզ ոտքի կանգնեցնելու, եկել եմ քեզ քաջարելու, եկել եմ քեզ հաստատելու, եկել եմ քեզ ասելու, ու դու հավատում ես, որ ես քեզ սիրում եմ։ Ու ես քեզ չեմ դատապարտում քո ուրացումների համար։ Եվ ամեն անգամ, երբ որ հարցնում էր ամեն մեկ անգամ ուրանալու համար։ Հասկանում եք։ Երբ որ ես ասում եմ Ալբերտ եղբայր, ես քեզ սիրում եմ, դա ինչ է, մարդ հարաբերության մեջ է։ Եղբայրը հասկանում է, որ ես սիրում եմ որպես իմ եղբայրս։ Բայց երբ Հիսուսն էր հարցնում, Հիսուսը չէր հարցնում Պետրոսի կարծիքը, թե արդյոք սիրում է, այլ հարցնում էր. Պետրոս, հավատում ես, որ ես քեզ սիրում եմ, ու ես քեզ չեմ դատապարտում, այլ եկել եմ քեզ հաստատելու համար։ Ամեն անգամ, երբ որ Պետրոսը լսում էր դա, իր մեջ վերլուծում էր. Տերը ներել է ինձ, իմ ուրացումը, իմ անեծքը, իմ հայհոյանքը, որովհետև միայն Պետրոսը չէր։ Եթե նայենք ողջ Աստվածաշնչի մեջ, Աբրահամն է սայթաքեց, Մովսեսն էլ, Դավիթն էլ, և բոլորը, ես ու դու էլ։ Եվ այսօր, եթե Աստծո Քրիստոսի սերը չլիներ, այսօր ես ու դու այստեղ չէինք։ Նա մեզ հետ է, որպես ինչ անի, մեզ հաստատի և ոչ թե դատապարտի։ Քրիստոսը գալիս է մեր կյանքի մեջ, որպեսզի մեր անցյալը հարթի, որպեսզի կառուցինչը մեր ապագան։ He deals with our past in order to restore our future. Մենք ապագա չեն կարող ունենալ, եթե մեր հարցումների պատասխանը այդպես էլ մնա պատասխան, մաղձ, դժվարություն։ Ամեն մեկս անցյալում վերքեր ունենք, նեղություններ ունենք, հարցումներ ունենք, դժվարություններ ունենք։ Եվ եթե Աստված դրանք չհարթի մեր մեջ,
չնորոգի մեր մեջ եւ մեզի հարց չտա, հավատում ես, որ ես քեզ սիրում եմ, հավատում ես, որ քո անցյալի բոլոր վերքերը, նեղությունները, սայթակումները, մեղքերն ու պակասությունները ջնջել եմ իմ սիրո արյունովս։ Եթե ոչ, ես ու դու ապագա չունենք։ Ներկայի մասին չի, մի ամբողջ ապագայի եւ հավիտենականության մասին է խոսքը։ Եվ դրա համար հիմք պետք է կառուցվի, եթե չքանդվի մեր հինը, անցյալը եւ հաստատվի Քրիստոսի սիրո հիման վրա։ Երբ Քրիստոսը հարցնում էր Պետրոսին, do you love me? Նա չէր հարցնում, why did you deny me? Եթե Հիսուսը մարդ լիներ ինչպես ես ու դու, երբ որ որևէ մեկը, եթե ալբերտ եղբայր իմ նկատմամբ կամ իմ սեփական կինս Ռուբինան իմ նկատմամբ նման մի բան աներ, երբ որ ես առիթ ունեի իրան առաջին ինչ է ասելու, սիրում ես ինչ եք ասի, Ռուբին ինչի այդ բառը ասեցիր, էդի տեղին չէր, դա մենք մարդն ենք, դա մենք ենք, մեր էությունն է, մենք առաջինը դիմացին ինչն ենք ուզում ասել, մինչև ներելը նրա մեղքը երեսով տալն է, եւ դրա մեջ Քրիստոսի սեր չկա, դրա մեջ մարդկային դատապարտություն կա, եւ Քրիստոս ուզում էր տեսնել, որ նա մարդ չի, նա Աստված է, նա չէր եկել Պետրոսին հարցնելու, Պետրոս, կարաս մի հատ ինձի բացատրես, 3 տարի ինձ հետ քայլելուց հետո, 3 տարի տեսնելով այդ բոլոր հրաշքները, այդ ամբողջ խոսքի ճոխությունը ու աստվածային ներկայությունը, դու տեսար, թե ինչպես ես այլակերպվեցի եւ աստվածային իմ կերպարանքը տեսար լեռան վրա եւ այդքանից հետո դու հրաժարվեցիր ինձանից, այդ չէր հարցադրումը, այլ հարցադրումը սիրում ես ինձի, այսինքն իրականության մեջ հավատում ես, որ ես քեզ սիրում եմ ու ես քեզ ներել եմ ու ես քեզ հետ եմ, որպեսզի քեզ բարձրացնեմ եւ ոչ թե կոխրճեմ, ոչ թե դատապարտեմ, ոչ թե քո մեղքդ, քո երեսից շպրտեմ։ Մենք հաճախ ներում ենք, բայց այդ ներման մեջ եթե սեր չկա, այդ ներումը մնում է մեր ենթագիտակցությանը մեջ, մեր հոգու մեջ մնում է որպես վերք, մենք տալիս ենք ժամին, որ ժամը ու ժամանակները, բայց Քրիստոս եկել էր, որպեսզի ամբողջովին Պետրոսի կյանքից ջնջեր իր 3 անգամ ուրացումը։ Այլ կերպ չէր կառուցվի եկեղեցին, այլ կերպ Պետրոսը չէր լինի ու չէր կարողանա առաջնորդել հոտը Աստծո ժողովրդի։ Եվ այս ամբողջը ինչի հիման վրա եղավ, որովհետև Հիսուսը Պետրոսին էր ընտրել։ Մի հատ գեղեցիկ համար կա, որ այսօր չենք ընթերցի, երբ որ գնանք տուն, Հովհաննես Ավետարանի 21-ի 7-րդ համարում ասում է, եւ այն պահին, որ Հովհաննես ասեց Պետրոս, Հիսուսն է մեր Տերը, ասում է Պետրոսը չհամբերեց մյուս աշակերտների հետ նավով ծովի եզր գալ, անմիջապես իրեն ծովը նետեց, որպեսզի մի վայրկյան շուտ իր Տիրոջ ներկայությանը մեջ լինի։ Restoration is for those who still love Jesus. Վերականգնումը նրանց համար է, եւ նրանց մեջ դեռ ինչ կա, Քրիստոսի սերը կա։ Պետրոսը գիտեր, որ պակասել էր, գիտեր, որ հայհոյել ու անիծել էր, գիտեր այդ բոլորը, բայց իր հոգու, իր սրտի խորքում դեռ շարունակ սիրում էր Հիսուսին։ Եվ Հիսուսը եկավ, որպեսզի նրա սերը հաստատի ու նրա կյանքը նորոգի։ Այսօր Պետրոսը չկա, մեզ հետ չի, այսօր ես ու դու ենք միասին, այսօր ես ու դու ենք, որ Քրիստոսի հետևից քայլում ենք, նա է մեր Տերը ու մեր առաջնորդը, եւ այդ ընթացքում ընկնում ենք, եւ այդ ընթացքում պակասում ենք, եւ այդ ընթացքում մոռանում ենք նրա ամբողջ շնորհքը եւ օրհնությունը, երես ենք դարձնում, բայց զարմանալի ձևով նա մնում է, որ մեզ չկորցնի, որ մենք հավիտենական կորուստի բաժին չմնանք,
այլ գանք ու մի անգամ եւս ճաշակենք նրա սերը ու նրա քաղցրությունը։ Քեզ եւ ինձ եւ մեզ ու մեր տունը գբերեմ այդ փառավորած Քրիստոս Հիսուսի սիրո ձեռքերի մեջ, որ պահի մեզ ու մենք մնանք, որ վայելենք խոստումը նրա հավիտենականության։ Ամեն։